Բարի լույս առաջին ծրագիրը ողջունում է բոլորին, մենք եթերում ենք եւ այս ուրախ ու պայծառ արևոտ տրամադրությամբ ձեզ ասում եմ բարի լույս Սուրենը, Սոնան եւ Ադրինեն։ Բարի լույսի էլի Սուրեն, բարի լույսի էլի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն է ATV ուղիղ եթերում, մենք առաջարկում ենք որպեսզի միանաք մեզ եւ այս արևոտ առավոտը սկսեք մեզ հետ միասին։ Այո, այսօր հիանալի օր է, դրսում արևը պայծառ շողում է, իսկ մենք պատրաստ ենք այդ արևը նաեւ մեր եթերից փոխանցել ձեզ, այնպես որ տրամադրվեք, ամառային տրամադրությունը արդեն իսկ հասանել է, երեկվա ցրտից հետո կարծում եմ գնալով այսօր եղանակը արդեն կտաքանա եւ նորից ջերմությունը կլինի բոլորիս համար։ Հունիսի 5-ը շատ հետաքրքիր իրադարձություններով լի է։ 1972 թվականին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ 2004 թվականից Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր։ Օրը նշվում է ամեն տարի եւ բոլոր բնապահպանների ու բնապահպանական կազմակերպությունների համար միջոց է միջազգային հանրության ուշադրությունը շրջակա միջավայրի խնդիրների վրա կենտրոնացնելու համար, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանության համապատասխան գործողությունների նկատմամբ քաղաքական հետաքրքրությունը խթանելու համար։ Դե ես առաջարկում եմ եւս մեկ անգամ ուշադիր լինենք շրջակա միջավայրին, աղբը գետնին չնետենք, խնայենք մեր քաղաքը, հոգատար լինենք մեր քաղաքի նկատմամբ եւ մեր շրջակա միջավայրի նկատմամբ, որովհետեւ ամեն ինչ սկսվում է յուրաքանչյուրիցս։ Այո։ Եվ շարժվելով առաջ շատ տարեդարձներ կան այսօր եւ այսպես 1907 թվականին Ալեքսանդրապոլում այժմ Գյումրի ծնվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արաքսիա Գյուլզադյանը։ Սկզբում հանդես է եկել ինքնագործ խմբերում, իսկ 1926 թվականին հայախոս ռադիոյի առաջին իսկ հաղորդման պահին, երբ մարդիկ հրապարակում հավաքվել էին, միակ բարձրախոսի շուրջ հնչեց հայերեն խոսք։ Միկրոֆոնի մոտ էր Արաքսիա Գյուլզադյանը։ 1955-ից 67 թվականներին եղել է Հայ ֆիլհարմոնիայի մենակատարուհի, կատարել է ժողովրդական եւ աշուղական երգեր, ինչպես նաեւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ռոմանսներ եւ երգեր։ Արաքսիա Գյուլզադյանը Շերամի երգերի լավագույն կատարողներից էր։ Անցնենք առաջ, հունիսի 5-ը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդան Փափազյանի հիշատակի օրն է։ Փափազյանը համարվում է Սովետական միության ամենալավ շեքսպիրյան դերասանը, հատկապես հայտնի է իր Օթելոյի դերակատարությամբ։ Նրա բեմական առաջին փորձերը սկսել է Փարիզում, նա հանդես եկել իտալական շրջիկ թատրոնախմբում։ Փափազյանն աշխատել է Բաքվի եւ Թիֆլիսի հայկական թատրոններում։ Փափազյանը նաեւ ելույթներ է ունեցել Ռուսաստանում, հայտնի են նրա խաղերը Օթելո եւ Լիր արքա ներկայացումներում։ 1954 թվականից հաստատվել է Երևանում եւ աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում։ Փափազյանը զբաղվել է նաեւ թատերավերլուծությամբ եւ գրական գործունեությամբ, հայտնի է նրա հետադարձ հայացք հուշագրությունը։ Մահացել է 1968 թվականի հունիսի 5-ին Լենինգրադում, թաղված է Երևանում։ Հունիսի 5-ը նաև ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Խաչիկ Նազարեթյանի հիշատակի օրն է, հայ բեմի բարեկիրթ Եվրոպացին, այսպես էին նրան անվանում։ 46 թվականին հայրենադարձվել է, ապրել Ստեփանավան քաղաքում, 49-ից 57 թվականներին եղել է Ստեփանավանի շրջանային ժողովրդական, 57-ից 77 թվականներին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, 77 թվականից Սունդուկյանի անվան թատրոնների դերասան։ Դե այսօր նաև իրենց ծննդյան տարեդարձն են նշում
Ռեժիսոր, պրոդյուսեր Լուսինե Մարտիրոսյանը, ողջունենք եւ շնորհավոր ենք Լուսինեին, երգիչ Էրիկ Կարապետյանը, Էրիկ ջան, շնորհավորում ենք քեզ, երգչուհի Արմինե Գրիգորյանը, շնորհավորում ենք Արմինեին եւ իհարկե դերասան Արտյոմ Կարապետյանը։ Շնորհավորում ենք մեր ընկերներին, ծննդյան օրվա կապակցությամբ եւ մաղթում, որպեսզի միշտ բոլոր օրերը լինեն պայծառ եւ արևոտ։ Եվ շնորհավորում ենք բոլոր նրանց, նաև ովքեր մեր հեռուստադիտողների շարքերում տոնում են այսօր իրենց տարեդարձը, մաղթում ենք, որպեսզի օրը ձեզ համար լինի անակնկալներով լի, դրական էմոցիաներով եւ շատ հիշվող ապագայի համար։ Իսկ հիմա մենք տեղափոխվում ենք Երևանի երթևեկություն հասկանալու համար, թե փողոցները այս ժամին արդյոք բաց են, թե ոչ։ Փողոցները այս ժամի համար արդյոք բաց են թե ոչ, մի քիչ հարաբերական է ասված, նախ նշենք, որ Սարյան փողոցը արդեն իսկ փակ է, քանի որ 6-ին, 7-ին եւ 8-ին գինու փառատոնն է լինելու այնտեղ, գինու օրերը, եւ արդեն իսկ Սարյանը երկկողմանի փակ է այսօրվանից, այնպես որ սա եւս կստեղծի մի փոքր խցաններ, բայց դե 3 օր է կարելի է դիմանալ գինու օրվա հետ կապված։ Ասեմ, որ տարբեր են խցանումները, այստեղ Օրբելի եղբայրներ փողոցում, Բաղրամյան իջնող հատվածում է խցանում, Կիևյան կամուրջի վրա կա երկկողմանի խցանում, Դավթաշեն կամուրջը, այնուհետև հաջորդող Վաղարշ-Վաղարշյան փողոցն է խցանված, Ալապկիրի շրջանում տեղ-տեղ խցանումներ կան, Սարալանջը, փոքր կենտրոնը որոշակի հատվածներում է խցանված, այստեղ խցանում կա Աթենքի փողոցում, նաև շինարարական աշխատանքներ են այնտեղ ընթանում, խցանում կա Իսակով պողոտայում, խցանումները Արշակունյաց պողոտայում են, Գարեգին Նժդե եւ իհարկե խցանում կա Տիգրան Մեծ փողոցում։ Երևի թե այսքանը, այսպեսին են խցանումները, հիշեցնենք եւս մեկ անգամ 3 օր, այսինքն այսօրվանից սկսած 4 օր փակ է լինելու Սարյան փողոցը, այնպես որ սա երեկոյան հատկապես ժամերին կարող է մի փոքր ստեղծել խցանման ավելի պատճառ դառնալ, բայց ոչինչ։ Եվ տեսնում ենք, որ փոքր կենտրոնը այո խցանված է։ Դե խցանումները տարբեր են, սրանք պայմանավորված են կամ լուսացույցների հետ, կամ պարզապես շինարարական աշխատանքների, կամ տոնի։ Դե տոնն էլ միշտ կա նաև մեր խոհանոցում։ Այո, տեղափոխվենք խոհանոց, ողջունենք մեր շատ սիրելի Ադրինեին եւ ծանոթանանք օրվա բաղադրատոմսին։ Ադրինե, բարի լույս։ Բարի լույս սիրելիներս, բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին։ Սիրելիներս, ողջունում եմ բոլորիդ եւ ասում եմ միացեք մեզ առաջին ծրագրին, բայց մինչ այդ պետք է անպայման պատրաստել նախաճաշի սեղան կամ 1 գավաթ համեղ սուրճ եւ միանալ մեզ, որպեսզի իմանաք նաեւ օրվա բաղադրատոմսը։ Սիրելիներս, այսօր շատ համեղ, շատ հագեցնող եւ շատ, այսպես ասած, օրվա կարևոր ուտեստ ենք պատրաստում։ Այսօր տեսեք ինձ մոտ բազմապիսի բաղադրիչներ կան։ Ունենք շատ համեղ թարմ մթերքներ, բանջարեղեն եւ ունենք մսամթերք, այստեղ ունենք պանիր, այս բոլորը պետք է միախառնենք իրար եւ ստանանք շատ հրաշալի, շատ օգտակար հագեցնող ուտեստ։ Ինչ ենք անելու սիրելիներս։ Աղացած միս ունենք, հորթի փափկամիս, որը աղացած վիճակում է, այն պետք է խճողակի վերածենք։ Իսկ խճողակի համար մեզ անհրաժեշտ է լինելու աղացած սոխ։ Ահա, սոխն էլ ես նախապես արդեն աղացել եմ եւ հիմա պետք է ավելացնենք մսի վրա։ Իսկ այստեղ ինձ պետք են համեմունքներ, անպայման ես հիմա համեմունքների փունջը վերցնեմ։ Ահա, խնդրեմ իմ համեմունքների փունջը եւ անցնենք առաջ։ Ահա։ Սոխը ավելացնենք աղացած մսին։ Ավելացնենք աղ։ Մի փոքր էլ ավելացնեմ։ Իհարկե ավելացնենք սև պղպեղ, անպայման, դասական տարբերակը այստեղ անպայման կօգտագործենք, սև եւ կարմիր պղպեղ։ Ահա, մի փոքր քրքում։ Եվ ես այստեղ ունեմ այսիմ պահոցից կհանեմ, ուրեմն հատուկ մսամթերքի համար նախատեսված այս խառնուրդը եւ կավելացնեմ մեր այս խճողակի վրա։ Ահա։ Այսպես։ Եվ հիմա փորձենք խառնել
Տեսնենք, թե ինչ կստացվի։ Իմիջիայլոց պետք է այս գործողությունը նախապես անել եւ թողնել, որպեսզի միսը մի փոքր այս համերը միախառնվեն եւ այսպես ասած հանգստանա։ Եվ քիչ հետո կսկսենք զբաղվել մեր բանջարեղենի մշակմամբ։ Այսպես։ Ցանկության դեպքում սիրելիներս կարող եք այստեղ թարմ սխտոր ավելացնել, ճզմել խճողակի մեջ նաեւ սխտոր։ Ես իհարկե թարմ սխտորը կավելացնեմ հենց բանջարեղենի վրա, քիչ ավելի ուշ։ Այսպես։ Իմիջիայլոց ուզում եմ նշել, որ հենց այս պահին մտքիս եկավ, որ այստեղ ավելացնեմ պղպեղի մածուկ, շատ ավելի համեղ կդառնա խճողակը, այնպես որ խորհուրդ եմ տալիս, եթե ձեռքի տակ ունեք պղպեղի մածուկ, ապա ավելացրեք անպայման, իսկ եթե ոչ, շատ հանգիստ կարող եք ձեռք բերել Իջևանի գինու եւ պահածոների գործարանի կողմից առաջարկվող պղպեղի մածուկը, ավելի շուտ նշեմ, որ վրան գրված է աջիկա, շատ համեղ է եւ շատ կերակուրը առավել համեղ է դարձնում։ Ես հիմա 1 ճաշի գթալ կավելացնեմ այստեղ, մնացածը կօգտագործենք արդեն մեր սոուսի մեջ։ Ահա, այսպես։ Ես խճողակը պատրաստեցի, կարծում եմ ամեն բան շատ պարզ է, շատ քիչ բաղադրիչներ են պետք, որպեսզի ստանանք այս խճողակը։ Սիրելիներս, այս պահին կլինի դադար, քիչ հետո կվերադառնանք եւ կշարունակենք։ Մնացեք մեզ հետ։ Դե շարունակում ենք մեր ծրագիրը բարելույց եւս մեկ անգամ բոլորին, ինչպես հասկացանք, իհարկե օրը շատ պայծառ է, արևոտ ու գեղեցիկ, եւ որպեսզի այն լինի նաեւ հետաքրքիր ավարտով լի, հետաքրքիր ընկերներ հետ միասին ձեզ կընկերակցի Բրիզը Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող ռոզե փրփրուն գինին, որը համոզված եմ հիանալի համադրություն է զով երեկոների համար։ Եվ գինու հետ չմոռանաք պանիրների մասին, իսկ առավոտյան շատ օգտակար է կատնամթերք օգտագործելով սկսել։ Անարատ կաթից պատրաստված կատնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Ես առաջարկում եմ, որպեսզի ձեզ հետ վերցնեք այն ամենը, ինչ առաջարկում է Իջևանի գինու գործարանը եւ այն ամենը, ինչ առաջարկում է Էլոլան եւ գնաք ճամփորդության։ Ոչ շատ հեռու, այլ հենց մեր լեռնաշխարհում, որտեղ հիանալի բնությունը ժպտում է այս օրերին բոլորից։ Իսկ թե հատկապես որտեղ, այս հարցում մեզ կօգնի մեր ընկերը Արթուրը։ Համի ու հմայքի ներդաշնակություն։ Գիտեք այդ ամենը երբ կարող եք զգալ, երբ համտեսում եք համեղ ուտեստներ ու վայելում եք չքնաղ տեսարաններ։ Քաղաքի աղմկոտ փողոցներից հեռու, բարձրադիր վայրում իր դռներն է մեր առջև բացում Միկատուն ռեստորանը, որը գտնվում է Օհանավանում։ Միկատուն ռեստորանը ունի մի շարք յուրահատկություններ, բայց կառանձնացնեմ ամենագլխավորը։ Ուրեմն այս ճանապարհով որ եկա, այս ճանապարհը տանում է դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Այսպիսի բան ամեն տեղ չի, որ կհանդիպենք։ Դե ինչ, շարունակենք մեր ճանապարհը։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել Միկատուն ռեստորանին, որ այս ճանապարհը կառուցել է, ելք է գտել ու այս 14-րդ դարի դեպի Մատուռ ճանապարհ է ապահովել։ Իսկ այս վկայությունից մեզ համար պարզ է դառնում, որ այս Մատուռը կառուցվել է 1311 թվականին Ասնավոր անունով հոգևորականի քահանայի կողմից։
Սակայն ըստ ավանդության այս փոքրիկ եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, երբ Գրիգոր Լուսավորիչը Արագածից իջել է Քասախի կիրճ այստեղ ճգնելու համար։ Դրա համար էլ երբեմն եկեղեցին անվանվել է Սուրբ Անապատ հրեշտակաբնակ։ Կարծես ռեստորան չենք այցելել, այլ պատմամշակութային թանգարան բաց երկնքի տակ։ Ինչ կարծիքի եք։ Ռեստորանից բացվում է ահա այսպիսի շշմեցնող տեսարան եւ այս ամենի կողքին համեղ ուտեստներ պատրաստված մեծ սիրով ու բարձր որակով, որոնք ոգեշնչված են հայկական լավագույն ավանդույթներով։ Միկատուն ռեստորանը կատարյալ վայր է, թե ռոմանտիկ երեկոյի համար, թե ընտանեկան ընթրիքի համար եւ թե ընկերական հավաքույթների համար։ Այստեղ ոչ միայն սնունդն է հրաշալի, այլ նաեւ մթնոլորտն է ջերմ, ներդաշնակ ու հիշվող։ Դե ինչ, ինձ բարի ախորժակ, իսկ իմ ընկեր Սերժին խնդրեմ տեսախցիկն անջատի ու միանա ինձ։ Արտակարգ է։ Համեղ ծնվելուց հետո, եթե չեք ուզում վերադառնալ քաղաք ու բնությունը ձեզ պահում է, Միկատուն ռեստորանը ստեղծել է ձեզ համար շքեղ ու գեղեցիկ հյուրանոցային համարներ, որտեղ կարող եք լիարժեք հանգստանալ։ Դե ինչ, համեղ ծնվեցի, շարունակեմ իմ ճանապարհը եւ մի բանում հաստատ վստահ եմ, որ Միկատուն ռեստորանը դեռ երկար կմնա իմ հուշերում։ Ահա, սիրելի հեռուստադիտողներ, տեսաք, թե ինչքան գեղեցիկ վայրերում շրջեց մեր գործընկերը, համեղ սնվեց եւ իհարկե ներկայացրեց մեր հայոց աշխարհի բնությունը։ Դուք էլ շատ ճամփորդեք, որպիսի, այո, վայելեք մեր երկիրը, մեր հայրենիքը։ Ադրինե, համեղ ճաշիկներ ես պատրաստում։ Այո, այսօր շատ համեղ ճաշիկ ենք պատրաստում, շատ բազմապիսի բաղադրիչներով։ Ես եւս մեկ անգամ կկրկնեմ, ուրեմն թե ինչ մթերքներ ենք օգտագործելու այսօրվա կերակուրը պատրաստելու համար։ Այստեղ ունենք սմբուկ, ունենք կարտոֆիլ, լոլիկ եւ իհարկե կծու պղպեղ, որը վերջում գեղեցիկ կզարդարենք, ունենք փապկամիս հորթի աղացած, որը խճողակի վերածեցինք, այստեղ ավելացրեցինք աղացած սոխ, մի փոքր 1 ճաշի գթալ պղպեղի մածուկ, համեմունքներ, իսկ ավելի ուշ արդեն մի քիչ սոուս կպատրաստենք տոմատի մածուկով եւ վերջում այս ամենի վրա կավելացնենք պանիր, որովհետեւ այս ուտեստը պատրաստելու ենք ջեռոցում։ Շատ լավ, մինչև դու այդ համեղությունը պատրաստում ես, ես օգտվեմ առիթից, որ մեր գործընկերը շատ համեղ է, էլոլան, եւ հիմա կնախընտրեմ առավոտյան նախաճաշ, կաթնաշոր եւ թթվասեր։ Որովհետեւ հետո օրվա ընթացքում այդ սպիտակուցներից բավականին պետք կգան։ Այո, եւ հեռուստադիտողին եւս ոգեշնչենք, քաջալերենք, որպիսի նրանք անպայման նախաճաշեն ամենահամեղ մթերքներով նախաճաշ պատրաստեն, բայց սովորաբար լինում է, որ չես հասցնում այդ նախաճաշի սեղանը պատրաստել, ապա ոտքի վրա թեկուզ կարելի է մի կտոր հաց ու պանիրով ուրեմն օրգանիզմը լիցքավորել եւ հետո գնալ արդեն շարունակել օրվա մնացած գործերը։ Ահա, սիրելիներս, զգուշացնեմ, ասեմ, որ մեզ պետք են բոլոր մթերքները, որպիսի կտրատենք կլոր շերտերով, այսպիսի կլոր շերտեր են պետք, որովհետև մենք պետք է գեղեցիկ նաև դասավորենք մեր ուտեստը։ Սա ինչ է կոչվում, ամառային ճաշ։ Ամառային ճաշ կարելի է, այո, ինչու ոչ, նաև այսպես անվանել։ Դե հիմա ով ինչպես կցանկանա, հենց այդպես էլ թող դա ուրեմն անվանի։ Այսպես հերթով գնացինք առաջ, մեր սմբուկը կտրատեցինք, իհարկե պոչիկները հեռացնենք, այսպես։
Ինչպես ես, Սուրեն ջան։ Շատ լավ, որովհետև ինչպես ասում են, էկզամեն для меня всегда праздник։ Այո, ես կուզեմ նաև հերոստատիտողին ներկայացնես, ինչ ես խառնում, որպեսզի Կաթնաշորը եւ թթվասերը սա առավոտյան ամենա ակտուալ եւ ամենահավեսով նախաճաշն է, որը հաստատ տալիս է այդ էներգիան։ Սպիտակուցների պաշարը եւ նրանք, ովքեր մարզասրահի մշտական այցելու են, սա շատ կարևոր է, այո, շատ։ Իսկապես։ Ամենաառավոտ կամ լավ օրը մեջ գոնե։ Դե հա, երևի թե ամեն առավոտ չի ստացվի նմանատիպ նախաճաշ ուտել, բայց օրը մեջ հաստատ հավքի թմի բացառեք նախաճաշի այդ սեղաններից, որովհետև շաբաթական գոնե 2 անգամ հավքի պարտադիր է ուտել։ Մենք ճիշտ է, բացի թողի վիճակ է, չենք անդրադառնում կամ շատ-շատերի մոտ թյուր կարծիք կա, որ հավքի թե այնքան է լավ բան չէ, պետք է շատ ուշուշ, դա այդպես չէ, սիրելիներս, շաբաթական 1 անգամ, իսկ երեխաներին հատկապես ավելի հաճախ, որովհետև շատ կարևոր է հավքիթը մեր օրգանիզմին։ Սիրելիներս, կարտոֆիլը եւս նման կլոր շերտերով ենք կտրատում։ Այս ամեն ինչը լինելու է ջեռոցում։ Այո, այս ամեն ինչը լինելու է ջեռոցում։ Ես նախընտրեցի ջեռոցի տարբերակը, որպեսզի պանիր էլ օգտագործենք, սակայն սիրելիներս, եթե այս նույն ուտեստը դուք պատրաստեք գազօջախի վրա, այստեղ բացառեք միայն պանիրը, բնականաբար այնքան էլ հարմար չի լինի, կարծում եմ պանիրը այդ տարբերակում, սակայն ինչու ոչ, եթե ցանկություն լինի, դա էլ չի խանգարի։ Բայց ջեռոցում պանիրը ավելի, այսպես ասած, համահունչ կլինի այս ուտեստին, այնպես որ ըստ ճաշակի, այսպես շարունակում ենք, մյուս կարտոֆիլները եւս կլոր շերտերի կվերածենք եւ կանցնենք արդեն լոլիկի շերտատմանը։ Իսկ այս ընթացքում աղացած միսը բնականաբար խառնվում է համերը միմյանց եւ իհարկե քիչ հետո կօգտագործենք։ Այսպես։ Համեմունքներ օգտագործելու ես ընթացքում։ Անպայման, բա առանց համեմունք ադրինեն համեմունքը քայլում են միասին։ Ես իմիջիալոց նշեմ, որ ուրեմն այս ուտեստը միտքս թռավ, Սուրեն, ինչ էի ուզում շեշտեի, այսպես մոռացա։ Վիտամիններով հարուստ է։ Հա, վիտամիններով հարուստ է, դա իր տեղը։ Բայց կարևոր բան էի ուզում նշել, քիչ հետո երևի կհիշեմ ու կասեմ մեր հեռուստադիտողին։ Դու ինչ շեղեցիր, տղա ջան։ Գնամ Ադրինե։ Չէ, ինձ հաճելի է, որ դու իմ կողքին ես, միանշանակ, ես ասեմ, որ հալած յուղ եմ օգտագործելու սիրելիներս, որը իհարկե ներկայացնում է էլի էլոլա ապրանքանիշը, ինչպես նաև պանիրը, այնպես որ նաև պետք է մի փոքր այսպես յուղալի կերակուր ստացվի, որը իհարկե կապահովի էլի հագեցնող այդ նոտան։ Ինչպես ասում են, այսպես։ հալած յուղի նման գնալու է սա։ Այո, անպայման, որովհետև շատ համեղ կերակուր է իմիջիալոց եւ ամռան հետ շատ համահունչ, արդեն ամառ է, պետք է այս բոլոր բարիքներից իհարկե օգտվել։ Ճիշտ է, 3 գարուն էր թեթև, բայց ոչինչ։ Դե դա, բայց նման գարունը մի քիչ, չգիտեմ, հաճելի գարուն է։ Իհարկե գարունը խոսք չունի։ Խոսքերն ավելորդ են։ Հիմա լոլիկը շերտատենք, սիրելիներս, իհարկե փորձենք առաջին հերթին միջուկը, պոչիկը ավելի ճիշտ, պոչիկը հեռացնենք, այսպես, եւ կլոր շերտերի վերածենք այն։ Ահա։ Այնուհետև ինչ պետք է անենք։ Ես չեմ ուզում շատ շտապեմ, որովհետև իրականում սիրելիներ շատ արագ պատրաստվող կերակուր է, չնայած որ բաղադրիչները տեսնում եք որքան շատ է, բայց այնուամենայնիվ այն արագ է, այսպես ասած ձեռքի հետ պատրաստվող կերակուր է։ Ես չեմ ուզում շատ շտապեմ հենց հիմա բոլոր գործողությունները անեմ։ Հիմա լոլիկը կշերտատենք, քիչ ավելի ուշ արդեն կսկսենք դասավորությունը։ Եվ իմիջիալոց ուզում էի նշել, որ ուտեստի համար ես ծախսել եմ 2260 դրամ այս չափաբաժնի համար եւ միսն է այդ գումարի մեջ մտնում եւ բանջարեղենը, բացառելով միայն պանիրը։ Պանիրը տանը եթե ունենք, կօգտագործենք, եթե այնքան բոլբոլ ունենք տանը։ Հա, մենք խնդիր չունենք, բայց դե մարդիկ կարող է պետք է գնան գնեն։ Այ դա գուցե գումարը
ոչ թե գուցե, այլ հաստատ մի քիչ կավելանա։ Այ այսպես, սիրելիներս, ես իմիջայլոց ունեմ լոլիկի համար նախատեսված դանակ, հենց դրանով էլ կկտրատեմ։ Այ էլի նորից այսպիսի գեղեցիկ կլոր շերտեր են մեզ անհրաժեշտ։ Ահա, այսպես։ Շատ լավ, եթե այս ամենն է եւ ավելացնելու բան չունենք, այո, գրեթե չունենք, որովհետև դեռ նախապատրաստական աշխատանքներն են, քիչ ավելի ուշ արդեն կսկսենք դասավորություն։ Շատ լավ, ես առաջարկում եմ, որպեսզի մեր եթերում լինի այսպես կարճ դադար, հետո արդեն կվերադառնանք եւ ընթացքում էլ կտեսնենք, թե ինչ փուլում է Ադրինեի պատրաստած համեղությունը։ Բարի վերադարձ առաջին ծրագրի շարունակում ենք մեր եթերը եւ ես ուզում եմ սիրով տեղեկացնել, որ ռուսական արվեստի թանգարանը իր փոքրիկ այցելուներին առաջարկում է հետաքրքիր եւ բովանդակալից ամառային ծրագիր։ Հունիսի 1-ից 20-ը թանգարանում կգործի ռուսական հոգու հեքիաթային գաղտնիքը խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին նվիրված կընթանա նաեւ ճանապարհորդություն ռուսական այբուբենով եւ նոր հեքիաթ կրթական ծրագրերը նախատեսված 7-ից 13 տարեկան երեխաների համար։ Եվ այս առիթով մեր տաղավարում է ռուսական արվեստի թանգարանի կրթական ծրագրերի համակարգող Անի Աշուղարիբյանը։ Բարի առավոտ, ո՞նց եք։ Լավ, շնորհակալ եմ դուք։ Շատ լավ ենք, մենք պարբերաբար տեղեկանում ենք, թանգարանի գործունեության մասին եւ այս անգամ ավելի շեշտը դրվելու է ամառային դպրոցի, ճամբարի մասին։ Եկեք խոսենք այս մասին, թե ինչ է նախատեսվում, ինչ է ծրագրում։ Այո, ինչպես նշեցիք, հունիսի 1-ին մեզ մոտ նոր ցուցադրության բացում է տեղի ունեցել, բայց ռուսական արվեստի թանգարանը դրանով չի սահմանափակվել։ Երեխաների պաշտպանության տոնին ընդառաջ մենք նաև կազմակերպել ենք, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս ամառային դպրոց, որը կգործի հունիսի 10-ից մինչև հունիսի 27-ը ներառյալ նախատեսված 7-ից 13 տարեկան սաների համար։ Իրականում սա շատ լավ նորություն է թե երեխաների, թե մեծահասակների, մայրիկների համար, որովհետև թանգարանի դռները բաց է անում երեխաների առջև, սովորեցնելով նրանց արվեստի ամենաբազմազան ճյուղերը բոլոր կողմերով։ Ընդհանրապես ունենալու ենք 10 պարապմունք, բայց շատ հագեցած, մոտավորապես ամեն պարապմունքը 2-2.5 ժամ տևողությամբ, բայց 10 պարապմունքների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան արվեստի բոլոր կողմերը, բոլոր ճյուղերը ուսումնասիրել, զարգացնել իրենց երևակայությունը, մտածողությունը, ինքնաարտահայտման դրսևորումը, հա, եւ ամենակարևորը, որ իրեն կրթական ծրագրերի ընթացքում նաեւ կստեղծագործեն, ստեղծելով իրենց հուշային նվերները, իրենց հետ տանելով որպես հիշողություն եւ սա հրաշալի հնարավորություն է նաև շուրջ 1 տարի մասնակցած երեխաների համար, որովհետև նրանք անվճար մասնակցելու են 1 տարի թանգարանի բոլոր միջոցառումներին, անվճար մուտք են ունենալու թանգարան, ինչպես նաև ստանալու են հավաստագրեր եւ հետաքրքիր շատ հավես ծրագիր է եւ ունենք հրավիրյալ մասնագետ, արվեստագետ, որտեղ այս տարի աշխատում ենք հնար արվեստի աշխատարանի հետ եւ արվեստագետը իր հետ բացի այն, որ թանգարանային մանկավարժն է իրենց հետ զբաղվելու, ով ունի համապատասխան գիտելիքներ, նաեւ իրենց հետ կաշխատեն հրավիրյալ մասնագետը, ով եւ քանդակագործ է եւ նկարիչ է։ Իսկ տեղերը սահմանափակ են, թե որքան շատ երեխա միանա ճամբային, այնքան լավ։ Տեղերը իրականում սահմանափակ են, բայց դիմորդների համար մենք կարող ենք ստեղծել մի քանի խմբեր, որպեսզի ոչ մի ցանկացող այնպես չլինի, որ չկարողանա մասնակցել։ Դիմում են ռուսական արվեստի թանգարանին, մենք կոնտակտներ ունենք, Museum of Russian Art եւ կայքին կարող են գրել եւ կարող են մեր հեռախոսահամարներին զանգահարել, գրանցվել, գրանցումները մինչեւ հունիսի 9-ն են եւ մասնակցում են։ Տարիքային սահմանափակումը 7-ից 13 տարեկան։ 7-ից 13, Ինչու 7-ից 13 ենք ընտրել, որովհետև դա այն տարիքն է, որ երեխայի մոտ զարգացնում է գեղագիտական ճաշակը, հա, թանգարանի նկատմամբ սերը։ Եվ թանգարանային առարկան, իսկ մեր թանգարանում պահվող առարկաները հազվագյուտ են, չկրկնվող, համաշխարհային նշանակություն ունեցող աշխատանքներ են եւ մեզ համար կարեւորվում է, որպեսզի փոքր տարիքից սկսած մենք սեր արտնացնենք արվեստի գործերի նկատմամբ երեխաների մոտ, այդ իսկ պատճառով այդ տարիքային խումբն ենք ընտրել։ Նաև հունիսի 1-ից 20-ը թանգարանում գործում է ցուցահանդես
Մի քանի բառով էլ ցուցահանդեսի մասին Ցուցահանդեսը այո, հունիսի 1-ին է տեղի ունեցել, մինչև ամսի 20-ը կգործի։ Մենք անդրադարձել ենք ռուսական Այբուբենին, տարերին եւ ինչպես նաև այս ցուցահանդեսի մասով կրկին մշակել են կրթական ծրագիր։ Նշեմ, որ թանգարանում գործող 15 կրթական ծրագրերից բացի ամեն ցուցահանդեսի հետ միաժամանակ մենք մշակում ենք նոր կրթական ծրագիր, այսինքն ցուցահանդեսը կտևի 10 օր թե 1 ամիս, կապ չունի, անգամ եթե 10 օր է տևում, միևնույն է 10 օրվա ընթացքում մենք իրենց համար նոր կրթական ծրագիր ենք մշակում։ Իսկ կապված դպրոցի հետ, հա, ունեցել եք նախատիպ ունեցող փորձ, թե սա առաջին անգամ է կազմակերպվում։ Չէ, ունեցել ենք, մենք մոտավորապես 6-7 տարի շարունակ մեկնարկում ենք ամառային դպրոց նախագիծը։ Այս տարի կրկին անցյալ տարիներին փորձի ընթացքում եւ մենք ինքնուրույն ենք արել, միայն մեր թանգարանի միջավայրում եւ համագործակցել ենք Երևանյան այլ թանգարանների հետ, այս անգամ աշխատում ենք հնար աշխատարանի հետ։ Շատ անցյալ տարվա ընթացքում օրինակ երեխաները երբ մեզ մոտ գալիս էին, այցելում են, ծանոթանում ռուսական զարդանախշերին այդ ծրագրի շրջանակներում, մենք երեխաներին ուղեկցում ենք դեպի Ժողարվեստի թանգարան, որտեղ սովորում են հայկական զարդամոտիվների, զարդանախշերի մասին, զուգահեռներ էին անցկացնում։ Մեզ մոտ 7 նախադպրոցական տարիքից սկսած, 4-5 տարեկանից սկսած, մինչև մեծահասակներ կարող են մասնակցել տարբեր մարդիկ, որովհետև ունենք տարվա եղանակներից կենդանաբանական այգուց սկսած, մինչև լինոփորագրության վարպետության դաս, կրթական ծրագիր, անգամ տատիկներ, պապիկներ կարող են մասնակցել սամավառների թեյախմությանը վերաբերող վարպետության դասերի ընթացքում։ Եվ քանի որ բազմաթիվ առավելություններ նշեցիք, համակարգելով այդ բոլոր առավելությունները, ինձ հետաքրքիր է ինչու պետք է մարդիկ երեխաներին տանեն ամառային ճամբար եւ ինչու պետք է բերեն հենց ձեզ մոտ։ Ամառային ճամբարը հնարավորություն կտա, որպեսզի 3 ամիս նախ արձակուրդում են իրենք, հնարավորություն կունենան մշակութային միջավայրում, արվեստի միջավայրում սերտ առնչվել չկրկնվող յուրօրինակ աշխատանքների հետ։ Տեսեք, այլընտրանքային կրթական տարբերակ է թանգարանային միջավայրը եւ քանի որ իրենք դպրոցում սովորում են կերպարվեստ, առարկան, բայց հնարավորություն չեն ունենում հենց բնօրինակ աշխատանքների հետ հաղորդակից լինելու։ Իրենք թանգարանային միջավայրում հնարավորություն կունենան շփվելու բնօրինակ աշխատանքների հետ, ինչպես նաև մեր բոլորիս թանգարանային մանկավարժների գլխավոր նպատակն է այդ երկխոսությունը առաջացնել նկարների, արվեստի գործերի եւ մասնակից այցելուների միջև։ Մենք ընտրում ենք ոչ միայն ճանաչողական, տեսեք, բնույթը այսպիսին է, եւ ճանաչողական, եւ կրթական, եւ դաստիարակչական, եւ զարգացնող։ Ճանաչողական ծրագրերի ընթացքում իրենք ամբողջ թանգարանի մասին սովորում են, ինչպես է հիմնադրվել, բոլոր աշխատանքներին են անդրադառնում, իսկ կրթական ծրագրերի ժամանակ մենք ընտրում ենք ընդամենը մի քանի արվեստի գործեր, օրինակ կենդանաբանական այգի կրթական ծրագրի ժամանակ մենք ընդամենը խոսում ենք մի նկարի մասին, Բորիս Գրիգորիևի կենդանաբանական այգի աշխատանքի մասին, եւ այդ մի նկարի միջոցով մենք սովորեցնում ենք կենդանիների մասին, ընտանի, վայրի, սովորեցնում ենք էկոլոգիական դասյարակության մասին, իրենք հնարավորություն են ունենում նկարը նախ շատ ուսուցանող է, սովորեցնում է երեխաներին ինչպես վարվել շրջակա միջավայրի հետ եւ վերջում, քանի որ թանգարանը Հայաստանի թանգարանների մեջ առաջինն էր, որ թողարկեց VR-ակնոցներ, մասնակիցները հնարավորություն են ունենում շուրջ 5 րոպե ներթափանցել նկարից ներս, շրջել, ծանոթանալ կերպարներին, կենդանիներին ու հասկանալ, թե Բորիս Գրիգորիևի գլխավոր մտահղացումը ինչն է եղել, ինչ ունեն իրենք այդ նկարից սովորելու։ Շարունակեմ, մեծերի համար օրինակ եւ մենք ոչ միայն, տեսեք, ես նշեցի 7-ից 13 տարեկաններ, բայց մենք նաեւ աշխատում ենք ուսանողների հետ, ասացի, որ նաեւ մեծահասակների հետ ավելի բարձր տարիքային խմբերի համար մենք ստեղծել ենք արվեստի տեսակներ, ժանրեր, տեխնիկաներ, կրթական ծրագիրը, լինոփորագրության վարպետության դաս, կռահիր նկարը աշխատանքը, բացահայտենք ինքնաեռը աշխատանքը։ Վերջերս օրինակ մենք ունեցանք
մշերքների վերաբերյալ ցուցահանդես, որի շրջանակում կրկին մեկնարկեցին կրթական ծրագիր եւ պիտի նշեմ, որ ամեն ցուցադրությունից հետո մենք պարտադիր թեմատիկ դասախոսություններ, նոր կրթական ծրագրեր այդպես մշակում ենք։ Իսկ այս տարիների ընթացքում, հա, բնականաբար ամեն տարի գալիս են նոր երեխաներ եւ ամեն տարի նոր երեխաների հետ եք շփվում։ Այն նրանց հոգեբանությունը հասկանալով եւ ընկալելով, տարեց տարի ինչ փոփոխություններ եք անում։ Մեր թանգարանը շատ ակտիվ աշխատում է։ Տեսեք, ես քիչ առաջ նշեցի VR-ակնոցների թողարկումը։ Այսինքն մենք նոր արարություններին զուգընթաց պիտի քայլենք, պիտի չլճանանք, պիտի չմնանք, նոր ասելիքով հանդես գանք, դրա համար մենք պարբերաբար ամեն տարի նոր կրթական ծրագրեր ենք մշակում։ Ես ուզում եմ մի փոքր նաև խոսել, ճիշտ ասած, վերջերս մի փոքրիկ տեսանյութ ենք տեղադրել մեր էջում, որի ներքևի հատվածում ոչ այնքան հաճելի մեկնաբանություն էր թողված, ինչու կապված քաղաքական հանգամանքներով, հա։ Ես ուզում եմ նշել, որ ռուսական արվեստի թանգարանը նախ եւ առաջ հայ հեղինակի, հայ բժիշկ գիտնական մեծանուն պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածուն է, ով հավաքել է աշխարհահռչակ վարպետների աշխատանքներ եւ այս աշխատանքներում տեղ են գտել ինչպես ռուս հեղինակների գործեր, այլև հայ հեղինակների գործեր՝ Մինաս, Սարյան, Գևորգ Փաշինջաղյան, Սեդրակ Արաքելյան, Եղիշետ Հադևոսյան, շատ հայ հեղինակների աշխատանքներ եւ մեր կոլեկցիոները փորձել է ռուսական արծաթեդարյան մշակույթը բերել ու մեզ բոլորիս դարձնել, երևանցիներից դարձնել տվյալ մշակույթի ժառանգորդը։ Այդպես որ մեկնաբանություններում նշվում է ռուսական եւ այլն, նրանք պատերազմ են անում եւ այլն, կխնդրեմ, որպեսզի հանրային այսպես չքաղաքականացվի։ Այո, որովհետեւ մենք փորձում ենք ամեն կերպ սկսած ամենափոքր տարիքային խմբերից մինչև մեծահասակներ ինտեգրել, սեր առաջացնել արվեստի եւ մշակույթի նկատմամբ։ Այո, եւ ի վերջո չմոռանանք, որ ռուսական գրականությունը հզոր գրականություն է եւ երևի թե աշխարհում ամենահզոր գրականություններից մեկն է։ Էլ չասեմ, որ թատերական արվեստը, այո, թատերական արվեստը Ստանիսլավսկին, ով մի ամբողջ հեղափոխություն կատարեց թատրոնում եւ բնականաբար ռեֆորմատոր դարձավ ու եւ այսօր էլ Դե Նիրոն, Ալ Պաչինոն եւ շատ հոլիվուդյան աստղեր սովորում են հենց ռուսական դպրոցով եւ բնականաբար Իմիջիայլոց մեր թանգարանում նաեւ թատերանկարչությանը վերաբերվող առանձին սրահ մենք ունենք եւ թատրոնի կարելի ասել հիմնադիր տվյալ շրջանի Ձիագիլևի հետ Բենուան ինչեր են արել, ինչ հեղափոխություններ են մտցրել եւ եվրոպական թատրոնի վրա, ինչպես նաեւ նկարչության վրա մեջ ազդեցություն են, հա, թողել ու ունեցել։ Չմոռանանք, որ այս հեղինակները նաև մեր մեծանուն վարպետ Մարտիրոս Սարյանին են կրթել ի վերջոս եւ Սիրովը եւ Կարովինը իրենց աշակերտներ եղել Մարտիրոս Սարյանը։ Եվ ի վերջո արվեստը լեզու չի ճանաչում, որտեղ խոսում եմ մեկ լեզվով, կապ չունի հեղինակը ռուս է, եվրոպացի է, հայ է, դա ընդհանրապես կապ չունի, արվեստը խոսում է հենց արվեստի լեզվով, սա շատ կարևոր է։ Շատ լավ, ինչպես եք նախատեսում, հա, սկիզբը, ընթացքը եւ ավարտը, այ ինչ հեռանկարային ինչպես եք տեսնում եւ կխնդրեմ շատ կարճ պատասխանենք։ Սկզբում կսկսենք թանգարանային ճանաչողության վերաբերյալ, ինչպես է հիմնադրվել, նախ վարվեցողության կանոնների մասին ենք թանգարանի սովորեցնում, բազմաբովանդակ է, իրենք եւ մոլբերտների դիմաց կանգնած իբրև փոքրիկ նկարիչներ են ստեղծագործում եւ հետո նաեւ մեզ կմիանա վերջին շրջանում նաեւ հնարարվեստի աշխատարանի արվեստագետ Նարեկ Հայրապետյանը, ով սովորեցնի երեխաներին քանդակագործության տարբեր ձևերը, տեսակները, ջրային նկարչություն ենք ունենալու, լուսանկարչության հետ կապված դասընթաց ենք ունենալու, որը Pinhole է կոչվում, այսինքն լուսանկարչության պատմությունից մինչև սեփական ձեռքերով խցիկներ պատրաստել եւ լուսանկար ստանալու տեխնիկային երեխաները սովորելու ու ծանոթանալու են ու վերջում հավաստագրերի հանձնում։ Հիանալի է, շատ հագեցած է սպասում ամառային դպրոց է հրաշալի վայրում, այնպես որ հաղորդման ավարտին մենք ուզում ենք ձեզ նվիրել մի բացիկ, որը էմոցիաներ կփոխանցի։ Այստեղ Միրիջանյանի խոսքերն են, ով սիրուն ինչու մոտեցար, սրտից գաղտնիքը ինչու իմացար։ Սա ձեզ նվիրեք այն մարդուն, ով ձեզ համար շատ կարևոր է այս կյանքում։ Շնորհակալ եմ։ Ձեզ ենք շնորհակալ։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։
Եվս մեկ անգամ բարի առավոտ մեր շատ սիրելի հեռուստադիտողին։ Սիրելիներս, հուսով եմ մեզ հետ եք եւ ուզում եք ծանոթանալ օրվա բաղադրատոմսին։ Ես եւս մեկ անգամ ներկայացնեմ ինչ ենք պատրաստում, այսօր շատ համեղ բանջարեղենով եւ մսով կերակուր ենք պատրաստում, որը իհարկե տեղափոխելու ենք ջեռոց, որպեսզի այնտեղ եփվի, քանի որ ամենավերջում պանիր ենք վրան ավելացնելու։ Սիրելիներս, խճողակը պատրաստ է, աղացած միս, աղացած սոխ համեմունքներ եւ 1 ճաշի գթալ պղպեղի մածուկ։ Այստեղ բանջարեղենը կտրատված է, կարտոֆիլը, սմբուկը եւ լոլիկը։ Հիմա հերթով սկսենք դասավորել։ Ինչ ենք անում։ 1 շերտի վրա կարտոֆիլի տեղադրում ենք աղացած միսը, այսպես փորձենք ձեռքով տեսք տալ, այնուհետև վրան ավելացնել 1 սմբուկ, այսպես, եւ իհարկե դնել համապատասխան տարայի մեջ, ահա, ու այսպես հերթականությամբ, հիմա ավելացնում ենք 1 շերտ լոլիկ, այսպիսի տեսք է ստանում, ու շարունակում ենք, նորից 1 կարտոֆիլ, մսի խճողակը, փորձենք ձեռքով գեղեցիկ տեղադրել կարտոֆիլի վրա, այսպես, ավելացնել 1 շերտ սմբուկ, ահա, շարունակել այսպիսի հերթականությամբ, ավելացնել 1 շերտ լոլիկ։ Ես կարծում եմ շատ հեշտ պատրաստվող սա ուտեստի տարբերակ է, շատ հագեցնող է, շատ համեղ է, իմիջիայլոց շատ համեղ է իսկապես։ Եվ օրվա համար, կարծում եմ ամբողջ օրվա համար ընտանիքի անդամներին գոհացնելու եւ այսպես ասած հագեցնելու համար սա շատ ընտիր տարբերակ է։ Ահա, ավելացրեցի եւս 1 սմբուկ եւ տեղադրեցինք հաջորդ, այսպես ասած, ընկերոջ կողքին եւ ավելացնենք իհարկե լոլիկը։ Ու այսպես շարունակ։ Աղացած մսի մեջ եւս մեկ անգամ կրկնեմ, ավելացրել էի համեմունքներ, աղացած սոխ եւ իհարկե պղպեղի մածուկ։ Պղպեղի մածուկը մեզ տրամադրում է Իջևանի գինու եւ պահածոների գործարանը, որը շատ համեղ է եւ յուրահատուկ համ է փոխանցում մեր ուտեստներին։ Ահա, եւս 1 լոլիկ ավելացնենք։ Իմիջիայլոց նշեմ սիրելիներս, որ որքան հնարավոր է պետք է համահունչ մթերքներ ընտրել, որպիսի այսպես գեղեցիկ լինի եւ հերթականությունը եւ իհարկե տեսքը, այնպես որ սրան էլ ուշադրություն է պետք դարձնել, որպիսի ամեն բան գեղեցիկ ստացվի։ Ահա, կարտոֆիլի վրա տեղադրում եմ աղացած միսը, տեղադրում ենք 1 սմբուկ, իմիջիայլոց ընթացիկ պետք է նայել, որ շերտը որի հետ է ավելի հարմար, այսպես տեղադրեցի եւ հիմա կավելացնեմ լոլիկ, ես կընտրեմ մի փոքր ավելի փոքր լոլիկը, ահա, այսպես, եւս 1 տարբերակ, ու այսպես շարունակ ամբողջ այս ամանի տարածքով, սա հրակայուն աման է բնականաբար, որովհետև պետք է պատրաստվի ջեռոցում, իսկ եթե գազօջախի վրա պարզապես կպատրաստեք, բնականաբար մի փոքրիկ թավայի կամ կաթսայի մեջ այս բոլորը կշարեք, սոուսը վրան կլցնեք եւ այդպես գազօջախի վրա կեփեք։ Այստեղ ավելացնում ենք 1 սմբուկ ու տեղադրում հաջորդի կողքին, ավելացնելով 1 շերտ լոլիկ։ Տեսքը շատ գեղեցիկ է, ես կարծում եմ բոլորդ էլ ինձ հետ համաձայն կլինեք, իրականում չգիտեմ, այսինքն կարծում եմ բոլորդ էլ փորձած կլինեք նմանատիպ ուտեստ, բայց եթե չեք փորձել, հաստատ այս մոտակա օրերին ձեզ տրամադրեք եւ պատրաստեք այս համեղ ուտեստը։ Ահա, ավելացնեմ 1 սմբուկ
Այսպես տեղափոխենք ամանի մեջ։ Եվս մեկ լոլիկ։ Ահա։ Ու այսպես։ Ահա։ Դուք նախաճաշի մասին չեք մոռանում, մինչ այս գործողությունները կատարելը, սիրելիներս, պարտադիր պայման է նախաճաշել։ Նախաճաշեք, հետո անցեք օրվա գործերին։ Իմիջայլոց եղանակը շատ լավն է, շատ տրամադրող է, կարելի է նաև զբոսնել, առավոտյան վաղ արթնանալ և մի փոքր զբոսնել։ Ահա, սիրելիներս, այս պահին լինելու է դադար, դուք չեք փոխում ալիքը, մեզ հետ եք մնում, որովհետև դեռ պետք է սոուս ավելացնենք, այնպես որ մնացեք մեզ հետ։ Բարիլիս ևս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը։ Մենք ունենք շատ բարձր տրամադրություն եւ հիմա էլ պատրաստվում ենք միասին, ձեզ հետ միասին դիտելու մի տեսանյութ, որտեղ Սուրենը կրկին բոլորիս մոտիվացնելու է, որպեսզի գնանք Hill սպորտային համալիր, մարզվենք, օգտվենք բացօթյա լողավազանից եւ իհարկե ժամանցը եւ օգտակարը համատեղենք մեկտեղում։ Ինչպես խոստացել է առավոտի Hills-ի շրջանակներում, ես դեռ շարունակում եմ լողավազանային իմ տրամադրությունը։ Դե ամառ է, արև եւ պետք է վայելել այս ամենը։ Ու շատ կարեւոր հանգամանք, երբ որ լողավազանում ես, քեզ նաեւ անընդհատ պետք են զովացուցիչ ըմպելիքներ։ Ընդհանրապես բառի առկայությունը շատ կարեւոր է, այնպես որ այսօր փոքրիկ տեղեկություններ կտանք ձեզ հենց այն ամենի մասին, ինչը տեղակայված է Hills սպորտային համալիրի բացօթյա լողավազանի բառային հատվածում։ Անպայման առավոտներն անցկացրեք հենց այստեղ։ Ոչինչ, մի գնացեք աշխատանքի։ Դա թույլատրվում է հանգստի ամենակարևոր օրենքի համաձայն, որովհետև պետք է նաև ամառվա շոկ շրջանում տրվել ամառային լավ տրամադրությանը՝ լողավազան, զովացուցիչ ըմպելիքներ, ծաղիկների հրաշալի բույր ու այս ամենը Hills-ում։ Դե ասա։ Ես ասելու բան չունեմ, պատմությունը այստեղ լռում է։ Պարզապես խորհուրդ եմ տալիս բոլորին գնալ Hills սպորտային համալիր, բացօթյա լողավազանը, որտեղ կարելի է այս ամառային 3 ամիսները ապրել պարզապես եւ վայելել արև, արևայրուքը, շքեղ լողավազանը, զովացուցիչ ըմպելիքները, համեղ խոհանոցը եւ մարզասրահը։ Եվ առանձնահատուկ շնորհակալություն հայտնենք քեզ եւ շատ սիրելի օպերատորին այն կադրերի համար, որոնք ստացել եք, եւ դրանք եւս մեկ անգամ փաստեցին, որ բացի լավ ժամանցից Hills սպորտային համալիրի բացօթյա լողավազանում կարող ենք ունենալ գեղեցիկ լուսանկարներ։ Այո, բայց հիմա տեղափոխվենք խոհանոց եւ տեսնենք ինչ փուլում է Ադրինեն։ Ադրինե։
Շնորհակալ եմ սիրելիներս, բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտող։ Ես ձեզ ուզում եմ ասել եւ ներկայացնել օրվա բաղադրատոմսը, այսօր բանջարեղեններով եւ աղացած մսով շատ համեղ ուտեստ ենք պատրաստում, որը արդեն իմի եմ բերել, արդեն պատրաստ է, միայն մնում է սոուսը պատրաստել, լցնել այս համեղության վրա եւ տեղափոխել ջեռոց։ Ինչ ենք անում այս պահին։ Մենք այստեղ ունենք տոմատի մածուկ, կավելացնեմ 1 ճաշի գթալ պղպեղի մածուկ այստեղ։ Եթե հիշում եք, խճողակի մեջ եւս ավելացրել էի պղպեղի մածուկ, որպեսզի շատ ավելի այսպես համեղ եւ գունեղ ստացվի մեր կերակուրը։ Այստեղ ավելացնեմ մի քանի համեմունք, ես քրքում կավելացնեմ շատ քիչ, սև պղպեղ կավելացնեմ, մի փոքր կարմիր պղպեղ, ահա, եւ աղ իհարկե, այսպես, եւ կփորձենք ջրով, ջրի օգնությամբ բացել այն, ահա հարենք եւ իհարկե տեսնենք թե ինչ է ստացվում եւ ավելացնենք մեր այս հրաշք ուտեստի վրա։ Սիրելիներս նշեմ, որ այստեղ ավելացրեցի մի քանի ծիծակի շերտ, կծու պղպեղ, սա էլ ըստ ճաշակի, չգիտեմ ոնց կստացվի, որքան կծու կստացվի, բայց ամեն դեպքում այս ուտեստին շատ համահունչ է կծվությունը, այնպես որ խորհուրդ կտամ, եթե կծվի սիրահարեք, ապա անպայման օգտագործեք։ Ահա, կարծում եմ կարելի է կամաց լցնել մեր ուտեստի վրա, ահա այսպես, փորձենք բոլոր շերտերի վրա լցնել այս սոուսը, որպեսզի այսպես ներծծվի եւ շատ համեղ դարձնի մեր ուտեստը։ Ես նշել եմ, որ այստեղ պանիր ենք մենք օգտագործելու, իհարկե պանիրը քիչ ավելի ուշ։ Վաու, Ադրինե, սիրուն է, բացին այն, որ համոզված եմ շատ համեղ է, նաեւ շատ սիրուն է։ Դու վրձինով ես նկարում ճաշերը։ Փորձում եմ։ Շատ գեղեցիկ գունային համադրություններ են։ Այո։ Այսպես Վայ չուտողին, ինչպես ասում են։ Այո, այստեղ փորձենք եւս մի փոքր ջուր ավելացնել, այսպես ասած, ինչե վերջին կաթիլը օգտագործել։ Այ այսպես։ Ահա։ Մի քիչ եմ ուզում ջուր ավելացնել, որպեսզի սոուսը լավ ներծծվի բոլոր մթերքների վրա։ Ահա, այստեղ ծորած նույնիսկ, այսպես մի փոքր մեծ դավաճանեց այս պահը, բայց ոչինչ։ Դա խոսում են մասին, որ ամեն ինչ, ինչպես ասում են, սարքած է տնական տրամադրությամբ։ Այո, օրգանիկ, շատ օրգանիկ է ամեն բան։ Լավ, շատ եւ հագեցնող։ Այո, իհարկե։ Եվ հիմա նշեմ, որ այստեղ մեր թասիկի մեջ մի քիչ ջուր ավելացնեմ եւ այս յուղաթուղթը թրջենք ջրի մեջ։ Իսկ սա ինչի համար է։ Սա լայֆհակի տարբերակ է, այսպես ասած, եւ փռենք մեր ուտեստի վրա, որպիսի այն գոլորշի ապահովի, ջեռոցում թողնի, որպիսի գոլորշով գեղեցիկ այսպես Made in Adrine։ Այո, սա այսպես։ Ահա, սիրելիներս։ Ու մենք գնացինք դեպի ջեռոց։ Ես այստեղ հետո կարգի կբերեմ։ Բնականաբար դուք վերջում կտեսնեք մաքուր խոհանոց եւ համեղ ուտեստ։ Ինչպես միշտ։ Դե, ուտեստը գնաց արդեն ջեռոց, որպեսզի թխվի եւ պատրաստվի, եփվի, ամեն ինչը միասին, միաժամանակ։ Ես համոզված եմ, որ շատ համեղ է լինելու այս ամենը։ Վստահ եմ։ Ինչքան ժամանակ է հարկավոր։ Դեռ պետք է համբերենք, ամենակիչը 30 րոպե մեզ պետք է որ եփվի։ Այս ընթացքում էլ պանիրը քերիչով կանցկացնեմ եւ ընթացիկ սիրելիներս, երբ արդեն կնայենք, տեսնենք եփված է կարտոֆիլը, արդեն կավելացնենք։ Ինչ տեսակի պանիր ես անում։ Պանիր։ Մեր այո, լորի տարբերակը, որը հալչող է, շատ ընտիր
Էլոլա ներկայացնում է, իդեպ ասեմ, որ Էլոլայի տեսականին շատ մեծ է պանիրները, այստեղ տեսնում եք Զամբյուղում, պանիրների տեսականին լայն է եւ վերջերս նաեւ նորույթը բաստուրմայով պանիրը, շատ համեղ է, խորհուրդ եմ տալիս անպայման, իսկ տեսականին լայն է, դա կաթնամթերք, յուղեր, ամեն ինչ, ինչը կարող է ապահովել օրվա էներգիան, տրամադրությունը եւ իհարկե սպիտակուցները։ Էլոլան հասանելի է ոչ միայն Հայաստանում, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս եւ նաեւ ուզում եմ պարտադիր նշել, որ հասանելի են նաեւ Իջևանի գինու պահածոների գործարանի կողմից առաջարկվող մեծ տեսականին, այստեղ պահածոները շատ համեղ են, շատ հյութեղ են եւ այս ամենին նաեւ գումարած կոմպոտները, որոնք նույնպես տնականի տրամադրությունն ու համն են փոխանցում։ Այս ամենը մեկ վայրում, մեր եթերում եւ նաեւ մեր եթերից դուրս բոլոր խանութներում։ Վայելեք, օգտվեք եւ վայելեք։ Ես էլ հիմա կփորձեմ պանիրը քերիչով անցկացնել եւ իհարկե ընթացիկ դեռ ժամանակ ունենք, կփորձեմ այն լցնել մեր ուտեստի վրա, պանիրն էլ կհալչի, այդպես կմատուցենք։ Բայց եթե եւս մեկ անգամ կրկնեմ, եթե նույն ուտեստը ցանկություն լինի գազօջախին պատրաստել, ապա էլի տարբերակ է։ Այո, տարբերակ է եւ շատ համեղ, շատ ավելի այսպես։ Ես գազօջախի տարբերակ առանց պանրով ավելի շատ եմ գերադասում, բայց սա հետաքրքիր է, շատ յուրօրինակ է ստացվում, այնպես որ փորձեք սիրելիներս։ Այո, փորձեք եւ այնուհետեւ կիսվեք ձեր տպավորություններով ու տրամադրությամբ, ասեն յուրաքանչյուր գրառմանը անդրադառնում է եւ նաեւ տեղ է տալիս, այնպես որ անպայման եւ իհարկե մեծագույն ողջուններ մեր բոլոր հայրենակիցներին, թե Հայաստանում բնակվող, թե սահմաններից դուրս բնակվող։ Ես մեր հերոստադիտողը, հավատարիմ հերոստադիտող Տիկին Գոհարը ողջունում եմ ձեզ, ով Գորիսից է, էլի նորից Գորիսից շատ ողջուներ ենք ստանում, դրա համար պարբերաբար ուզում եմ անդրադառնալ, Ժողովուրդ ջան, բոլորիդ ողջունում ենք եւ ձեզ շատ սիրում ենք ու շատ գնահատում ենք ձեր ջերմ խոսքերն ու այդ սերը, որ փոխանցում եք մեզ։ Այո, այս պահին կունենանք կարճ դադար, հետո արդեն տաղավարում կողջունենք մեր հաջորդ հյուրին, խոսել ենք նոր աշխատանքներից եւ հետաքրքիր զրույց է սպասվում, այնպես որ մնացեք մեզ հետ։ Այս երաժշտական տրամադրությունը շարունակվում է մեզ մոտ, որովհետև տաղավարում ունենք հրաշալի երաժշտական հյուր։ Այո, Սոնա Քուրկջյանն է մեր հյուրը, ում տեսալովակը քիչ առած դիտում ենք։ Բարի լույս, Սոնա։ Բարի լույս։ Բարի լույս ձեզ։ Ոնց եք։ Փառք Աստծո դուք։ Շատ լավ, հիանալի տրամադրություն կա։ Նորից Երևանում ես, որովհետև ամբողջ գործունեությունը ներկայապես ծավալվում է հենց Մոսկվայում, բայց նորից վերադարձել ես հայրենիք։ Ինչ գործունեություն կա այստեղ, որովհետև գիտեմ նոր աշխատանք կա, որի այսօր նաև ներկայացնել եմ։ Գործունեությունը նախ առաջինը շատ է ուզում, որպեսզի ամառը վայելեի, քանի հնարավորություն ունեմ մինչ սեզոնը այնպեսին է սկսվում, որ թույլ չեմ կարող տալ արդեն գալ Երևանս վայելել, ու ամենակարևորը, որպեսզի տղուկս վայելի Երևանն ու Երևանյան արևը, ու բացի այդ էլ մի քանի պրոյեկտներ կան, որ հուսամ շուտով կիրականացվի հենց Երևանում, դեռ չեմ ուզում ճակերտները բացել, էլի կախված է բնականաբար երգի, տեսահոլովակի հետ։ Սուր արդեն ինձ մոտ դարձել է սովորություն, գալիս եմ Երևան, գալիս եմ ձեզ մոտ, որ համար շատ շնորհակալ եմ։ Եվ նոր գործ ունենք, ի՞նչն է։ Նոր գործ ունենք, կարծում եմ ստացված շատ գեղեցիկ աշխատանք, իդեպ ոչ միտեղ չի ներկայացվել անգամ, ոչ միտեղ ընդհանրապես ոչ մի կտոր չի ներկայացվել անգամ, ոչ մի սոցցանցերում չի ներկայացվել, թե ով է նկարահանվել, թե սահոլովակում ինչպես է նկարահանվել, ամբողջ արվել է փակ պայմաններում, անգամ Instagram-յան ոչ մի ստորիներում չի տեղադրվել, այնպես որ ամբողջովին պրեմիերան եւ ծնունդը վստահված եմ ես։ Մի փոքր խոսենք երգի մասին, հետո արդեն կդիտենք տեսահոլովակը։ Երգը ծնվել է ձմռանը 2024-ի, գրել է շատ տաղանդավոր տղա, ում մասին արդեն շատ եք լսել, Էրիկա Նազարյան, երիտասարդ, բայց միանգամից շատ արագ ձևավորվող խորը հեղինակ, երաժշտությունը գրել է նա, տեքստը գրել է Ալեն Ալայան, եւս շատ տաղանդավոր տղա, Մոսկվա բնակ հայ, տեսահոլովակը նկարել է Բագրատը Մանասանյան, որը որ նկարել է նաեւ առաջին տեսահոլովակը, որ արդեն ներկայացրեցինք։ Ամբողջ պրոյեկտը վստահվել է Moon Music Label-ին, թե գործիքավորումը, թե ձայնագրությունը, թե միքսը ամբողջովին արվել է Moon Music Label-ի հովանավորության ներքո։ Որքան ժամանակ է տևել նկարահանումները։ 2 օր։ 2 օր։ Բայց
ընդհանուր առմամբ պետք է նկարեինք մեկ օր, ծնվեցին խոչընդոտներ, ու իդեպ ես արդեն իմ կյանքում ինձ համար շատ սիրուն բան եմ դաստիարակել, որ եթե ինչ-որ բան չի ստացվում, դա ինձ համար անպայման լինում է դեպի լավը։ Չստացվեց մեկ օրում նկար հանենք ու փառք Աստծո, որ չստացվեց։ Եթե նկարը հանվեր, լինելու էր լրիվ ուրիշ տեսակ, ուրիշ ֆորմատ, տեսալով որ տեսնեք, այնտեղ մի միտք ծնվեց, որը որ հենց մի անգամից։ Չեմ ուզում ճակերտները բացել, գնայինք, հետո այո, ես առաջարկում դիտենք այս բանը արդեն տեսալու։ Խնդրեմ, վայելում ենք։ Сердце минор, печаль и грусть, без тебя одиноко и пусто я ушла. Сколько себя я отдала, боль моя, но забыть себя не смогла. С тобою я улетаю без тебя, задыхаюсь в моих снах, обнимаю я тебя. С тобою я улетаю без тебя, задыхаюсь и одна замерзаю без тебя. Не закричу я вслед постой никогда, даже предана любовь навсегда. Сколько меня внутри тебя жги дотла, ты теперь ничей, я ничья. С тобою я улетаю без тебя, задыхаюсь в моих снах, обнимаю я тебя. С тобою я улетаю без тебя, задыхаюсь и одна замерзаю без тебя, без тебя. Ты можешь даль навсегда позабыть и любовь отпустить, но не я. Без тебя не живу, моя жизнь так грустна, без тебя не могу, я пуста, так пуста. С тобою я улетаю без тебя, задыхаюсь в моих снах, обнимаю я тебя. С тобою я улетаю без тебя, задыхаюсь и одна замерзаю без тебя. Շնորհավորում ենք տեսալու հետ կապված, Սոնա, եւ սա իհարկե արդեն ավարտվեց, դարձավ պատմություն։ Դարձավ պատմություն։ Սուր ամեն ինչ ինձ համար շատ կարևոր է, որպեսզի աշխատեմ ստեղծագործող մարդու հետ։ Քանի որ ինքս էլ հա տեսակով անգամ երգը որ գնում եմ ձայնագրելու, կան մարդիկ, որոնք պլանավորված էստեղ էսպես եմ երգելու էստեղ։ Ինձ մոտ մի քիչ ամեն ինչ շատ էմոցիաների վրա է, ու կյանքում իմ մոտ ամեն ինչ էմոցիաների վրա է հենված։ Էմոցիա, հոգի, սիրտ։ Ես ուզում եմ ինչպես եւ իմպրովիզ դրանից են ծնվում հանճարները, ես այդպես եմ կարծում։ Ես ցանկանում եմ որպեսզի ցանկացած արտիստ ունենա հնարավորություն
իր հոգու խոսքը, իր հոգու ունեցածը դա շատ կարևոր է, բայց շատ դժվար է, որպեսզի ունենա հնարավորություն արտիստը իր ներքինը ցույց տալու, արտահայտելու, որովհետև այս րոպեից մենք ընկնում ենք կոմերցիայի հետևից ու մենք մեզ դավաճանում ենք։ Դա շատ վտանգավոր է։ Իսկ ինչ է սպասում հաջորդի։ Հաջորդ երգը արդեն պարային է լինելու առանց տխուր ելևէջների, բառերը գրել եմ ես։ Չգիտեմ ինչքանով գիտեք, երկու գիրք ունեմ գրած, այս երգում արդեն ցույց կտամ նաև իմ գրելու տաղանդը։ Հուսամ կսիրվի։ Իսկ կարող ենք նաև խոսել Փաթիլներ երգի մասին, որովհետև ինքը ձեր YouTube-ում 8 միլիոն դիտում ունի։ Հետաքրքիր է այս երգը շատ առանձնահատուկ է ձեզ համար եւ սպասում եք, որ նման արձագանք եւ այդքան շատ մարդ կլսի։ Սոնա ջան, իդեպ գիտեք ինչպես ստացվեց։ Իրականում երգը Փաթիլներ, չգիտեմ, երևի թե կախված էր նրա հետ, որ մենք փոքր տարիքում 90-ականներին, չէ, Արամ Ասատրյանի երգներ, 90-ականներին մեծացել ենք այդ երգերի տակ, այնպես չի, որ ես հայկական էստրադայում սիրել կամ լսել, ուղղակի այդ երգը տպավորվել էր իմ մեջ, ու որոշեցինք անել, ստացվեց յուրահատուկ, որովհետև ժամանակ աղջիկները, այդպես քավերներ, որ հատուկ ձեռագրով ներկայացնող չկային։ Արեցինք ու մեկ շաբաթում արդեն 1 միլիոնը, ու իդեպ երբ որ ձայնագրվեցին, մի անգամ տղաները շնորհակալություն հիթի համար։ Ծրագիր։ Արդեն գիտեք։ Չգիտեմ ինչի ինձ մոտ դա եկավ։ Շնորհակալ եմ այդ երգին, բայց իրականում չի սպասում, որովհետև չգիտեմ, չի սպասում։ Բայց արդեն տվել էի ծրագիր վերև։ Դա ձեր YouTube-ում ամենամեծ դիտում ունեցող երգն է։ Հա, դրանից հետո ունենք երկու դուետ մի տղայի Մհեր Ասրյանի հետ, մեկը 5 թե 6 միլիոն է, մյուսը 4.3 միլիոն է։ Այսինքն այդ ընթացքում ինչ տալիս ենք, սիրվում դիտվում էր, որտեղ ձեռագիրներ տարբեր ժամանակահատվածում։ Իդեպ cover-ների մեջ ինչն է կարևոր, որովհետև cover-ները այսօր մեր բոլորի իրականության մի կարևոր մասնիկն են եւ այսօր շատ են արվում։ Ձեռագիր Միայն։ Ճաշակ։ Ցանկացած որ այդքան վատ են վերաբերում ռաբիս երաժշտությանը, կարելի է նույն ռաբիս երաժշտություն ներկայացնել այնպես գեղեցիկ, ոճային, ժամանակակից, հերու, այլ ազգային ելևէջներից, cover տարբերակով, որ բոլոր սերունդները կարողանան ճիշտ ընկալել։ Ու երաժիշտը ինչ է? Երաժիշտը թելադրող է, երաժիշտը ճաշակ թելադրող է։ Արվեստը ինչ է? Արվեստը դա ես կարծում եմ գիտություններից ոչ պակաս կարևոր բան է, որովհետև թելադրում ես ճաշակ, թելադրում ես մի խոսքով գիտություններին հավասար գիծ է, որը որ պետք է ճիշտ ներկայացնել։ Եվ որակ բերել։ Եվ հետաքրքիր է նայել եք վիճակագրությունը երգի, շատ լսել են Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի Հանրապետությունում, Միացյալ Նահանգներում։ Բոլոր տեղերում։ Սոնա, եւ ուզում եմ քեզ նվիրել մի բացիկ, քանի որ դու հենց երգի աշխարհից ես եւ կարծում եմ, որ շատ կարևորում ես այն ամենը, ինչը որ ներկայացում է արվեստի միջոցով, ուզում եմ քեզ նվիրել բացիկ, որը նախատեսված է սիրելի մարդուն նվիրելու համար, ծաղիկների կամ նվերների հետ միասին։ Այստեղ բացիկների յուրահատկությունն անում է, որ ներառված են սիրված երգերից ֆրազներ։ Այս մեկը Նունե Եսյանի երգից էր։ Մենակ էս էր ինձ պակասում, սիրահարվել ու մնալ արթուն։ Սա քեզ, որպեսզի նվիրես քեզ համար շատ կարևոր ու հարազատ մարդու եւ համոզված եմ, որ քո օրն էլ հենց այդ տրամադրության մեջ կլինի։ Շնորհակալ եմ, կարող եմ մի բան ասել։ Սուր, ես ձեզ ցանկանում եմ կանաչ եթերներ։ Ես ուզում եմ, որպեսզի ձեր եթերը դուք որպես արտիստ, որպես հաղորդավար լինեք գնահատված։ Ամենակարևորը ու երջանիկ։ Ձեզ մաղթում եմ, որպեսզի ձեր եթերը ունենա շատ բարձր ռեյտինգներ, որովհետև դուք շատ մեծ գործ եք անում։ Շնորհակալ ենք։ Դե մեր բոլոր հայրենակիցներն էլ ողջունում ենք Ռուսաստանում բնակվող, այնտեղ մեզ շատ դիտում են եւ իհարկե շնորհակալ ենք, որ մեզ հետ եք նաեւ այս առավոտները։ Իսկ այս բան մենք ունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Այո։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ,
Պատրաստ է մեր ուտեստը, սիրելիներս, դեռ չեմ ուզում ձեռք տալ, որովհետև շատ տաք է այն, հենց նոր հանեցի ջեռոցից, ուղղակի ուզում եմ ցույց տալ, տեսքը տեսնեք եւ իհարկե դուք էլ քաջալերվեք եւ այսօր պատրաստեք այս համեղ ուտեստը։ Իսկ այս համեղ ուտեստի համար պետք է մի քանի հասանելի բանջարեղեն, մի փոքր աղացած միս եւ իհարկե ամենավերջում պանիր, բայց շատ հագեցնող, վիտամիններով հարուստ եւ համեղ ուտեստ։ Վայելեք, անպայման պատրաստեք եւ վայելեք օրվա ուտեստը եւ մշտապես մնացեք մեզ հետ առաջին ծրագրի հետ եւ իմացեք, ես ձեզ շատ եմ սիրում, սիրելիներս, կհանդիպենք։ Շնորհակալ ենք Ադրինեին այս համեղության համար, քիչ հետո բնականաբար բոլորս կփորձենք, վայելենք, իսկ հաղորդմանը նաև կավելացնենք մի քիչ էլ համեմունք մեր կողմից ավելացնելով Իջևանի գինու գործարանի կողմից ներկայացվող համեղ պահածոները եւ բնականաբար բրիզը ռոզե փրփրուն գինին, որը համահունչ է այս գեղեցիկ ուտեստին։ Եվ գինու հետ չենք մոռանա պանիրների մասին, իսկ պանիրների լայն տեսականի, ինչպես նաև անարատ պատրաստված կատնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Եվ զգացեք այն էմոցիաները, որը փոխանցում եք միմյանց, շատ կարևոր է այս էմոցիաները փոխանցելու համար, կան արև բացիկները նախատեսված իհարկե սիրելի մարդկանց նվիրելու համար։ Բացիկները հարցրեք Տերյան մշակութային կենտրոնում, Կայզեր սուպերմարկետում եւ քաղաքի ծաղկաշատ եւ քաղցր վայրերում։ Ձեր լավագույն առիթներն էլ վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Master Right Barber Shop-ն էլ միշտ պատրաստ է տալ ձեզ արագ գեղեցիկի տեսքը։ Master Right-ը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Դե իսկ ոճային եւ տարբերվող կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե՝ Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ թարմացրեք ձեր զգեստապահարանը Դաֆնիի լուքերով։ Վաղը ուրբաթ է, այսինքն աշխատանքային շաբաթը կավարտվի եւ այն կավարտենք միասին նորից եթերում, նորից ձեզ ասելով բարի լույս, մաղթելով միանշանակ օրվա հիանալի տրամադրություն եւ սկիզբ եւ չմոռանանք Սոնա, որ այս ամենը պատրաստված էր սիրով։